Փաշինյանն ասում է, որ միայն ինքը կարող է Հայաստանի համար խաղաղություն բերել։ Բերել է արդեն խաղաղություն։ Ինչ պետք է սրան պատասխանի ընդդիմություն։ Ազիան իրանք պատասխանելու ոչ մի բան չունեն, գիտեք խի։ Իմ տղան ծառայել է Ղարաբաղում 12-ից 14 թվականներին։ Ես ամեն գնալուց հետս տարել եմ ամեն ինչ, սնունդից սկսած, վերջացրած Տրուսիկ Մայկայից։ Ինչի մասին է խոսքը, ինչ ընդդիմություն։ Կներեք, Փաշինյանը հիմար է, որ դες բան ասում, այդ մեկ։ Երկրորդն էլ ընդդիմություն գոյություն չունի, որ կարողանա ինչ-որ մի բան ասել։ Մեր վիճակը ահավոր է, քանի որ ղեկավարությունը չկա, իսկ դրա դեմ առնող ընդհանրապես գոյություն չունի։ Ինչ ասեմ աղջիկս, ցանկացած adekvat մարդ հասկանում է, որ սա խաղաղություն չի, այլ Հայաստանի կործանում։ Այդ ամբողջ ժողովուրդն է իմանում, ով այսօր լավ ապրում է, ով Ստամոքսի մասին է մտածում, նա է մտածում, որ խաղաղություն է։ Այդ առևտուրը, այդ Ադրբեջանը հենց այնպես չի լռելու։ Նրանց մեր Հայաստանն է պետք, նրանց մեր երկիրն է պետք, նրանց խաղաղություն պետք չի։ Բան չի բերել ու չի բերելու։ Սրան ինչ պատասխան պետք է ընդդիմությունը։ Ընդդիմություն չկա։ Որ լիներ պատասխանը կտայի։ Ստախոսի մեկն է։ Իսկ նման հայտարարություններին ընդդիմությունը ինչ պատասխան պետք է տա։ Ընդդիմությունն էլ իր աշխատանքը այնպես որ պետք է կատարի, չի կատարում։ Փաշինյանի խոսքերով, որ 18-ին ժողովրդին հայտարարում էր, որ ինչ էր անելու եւ լրիվ սուտ խոսեց, դա 100% վստահ է։ Ոչ մի խաղաղություն Փաշինյանը չի վերել, ինչ ասել ես բոլորը խաբել են։ Ես նախկին զինվորական եմ ու ես ասում եմ, ոչ մի ամեն ինչը, թե թոշակառուների հետ կապված, թե Ղարաբաղի հետ կապված, ամեն ինչը համեմատական որ դնում եք նժարին, հասկանում եք, ինքը մանիպուլյացիա է ենթարկում ժողովրդին։ Ինքը չի կարա նորմալ քաղաքական գործիչ լինել։ Ինքը պրոստը ոնց ասեմ, ժուրնալիստ է, Քաշնազարի բախտով եկել է իշխանության։ Այդքան բան կասեմ։ Իսկ նման հայտարարություններին ընդդիմությունը ինչ պատասխան պետք է տա։ Շատ կտրուկ։ Նա ցենզուրայից արդեն այնքան է անցել, որ կպնում է մեր քրիստոնեությանը, որը որ ես շատ ծանր եմ տանում, որովհետև խայտարակություն է։ Թուրքերը իր համար ծափ են տալիս, թուրքերը իր համար գոռում գոչում են Փաշինյան։ Դա վարքաբեկում է մեր ինքնությունը։ Դիմադիրներին ինչ խորհուրդ կտա։ Որ հակառակվեն իրան, իր ասածին չլսեն, որովհետև ինքը խաղաղություն չի բերում։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի համար Գիտեք ինչ հիմա այնքան դժվար ու խառը ժամանակներ ենք ապրում, արդեն ես խճճվել եմ, թե ով է ճիշտ, ով է սխալ, ինչ մտածեմ չեմ կարող ասել, ես որ խճճված եմ։ Որ ասում է կարող խաղաղություն բերի, բայց ժողովուրդն էլ պիտի համաձայն լինի, իրոք դա ճիշտ է, թե չէ խաղաղությունը։ Խաղաղությունը բոլորիս համար շատ լավ է, եթե իրոք խաղաղություն բերի։ Ընդդիմությունով է։ Կներեք, Փաշինյանը հիմար է, որ դες բան ասում, այդ մեկ։ Երկրորդն էլ ընդդիմություն գոյություն չունի, որ կարողանա ինչ-որ մի բան ասել։ Մեր վիճակը ահավոր է, քանի որ ղեկավարությունը չկա, իսկ դրա դեմ առնող ընդհանրապես գոյություն չունի։